Հովոս, ընդունիր իմ հրավերը։ Ես պարտաճանաչ եմ, հիմա ամենահետաքրքիր բանը ասեմ։ Դու երբեք լայվ Չէ, մտել եմ։ Ես հիմա մեր տանը չեմ, Վարձով տանն եմ գտնվում, որտեղ ինտերնետը, չգիտես ինչի շատ թույլ է, իսկ իմ հեռախոսի ինտերնետը նույնպես, որովհետև չգիտեմ ինչ է կատարվում կապերի հետ։ Իրականում ես կենտրոնում եմ Թումանյան փողոցի վրա, բայց շատ վատ է ինտերնետը։ Ապես ինչի մասին ես խոսում, որ բաղնիքից դուրս գալուց որոշել ես ինձ հյուրընկալել, ես իմ ամենահեռավոր երազներում նույնիսկ չէի կարող պատկերացնել այդպիսի մի բան։ Դա կատակով իհարկե, ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Միանշանակ ինքնամեկուսացել եմ ու արդեն 5-րդ օրն է սա, ասեմ ավելին երևի դեռ մի քիչ ուշ եմ արել դա, մի 2-3 օր էլ երևի շուտ էր պետք ավելի կամ չգիտեմ 5, ու բոլորին դա խորհուրդ կտամ։ Հարցին հենց մի քիչ ավելի լրջորեն ենք մոտենում, հասկանում ենք, որ միանշանակ պետքա շատ արագ ինքնամեկուսանալ, շատ արագ, որպեսզի թիվը կանխենք վարակված մարդկանց։ Ներողություն։ Հո, ստենդափների թեման ի՞նչն է։ Հիմնական թեման, գիտես միգուցե սխալ հասկացվի կամ չգիտեմ ոնց հնչի, բայց երբեք մի թեմա չենք վերցնում, ես հասկացել եմ, որ հանդիսատեսի մեծ տարիքային խավին դուր գալու, տարբեր տարիքային խավերին դուր գալու համար պետքա լինեն տարբեր թեմաներ ներկայացումների մեջ։ Ընդհանուր մեկ թեմատիկայով միայն երևի խառը կանացի ներկայացումն է, որ խաղում եմ միամսյակի շրջանակներում, այն էլ առհատ թե խաղացինք, ոչ հանդիսատեսը տեսավ, ոչ ես խաղացի, բայց սպասումները մեծ էր, մոտ 3 դահլիճ Սունդուկյան թատրոնի արդեն համարյա sold out ու ցավոք սրտի սա եղավ, դե կարծում եմ, որ մի բան էր, որը պիտի լիներ, չգիտեմ, ես տենց եմ մտածում, որ որոշակի ժամանակը մեկ ինչ-որ մեծ ցավոք սրտի, բայց աղետ լինում է աշխարհի վրա, լինի դա պատերազմի տեսքով համաճարակի, թե չգիտեմ մեկ այլ, կյանքի փոքր փորձություն է բոլորին խորհուրդ եմ տալիս, ինչքան էլ որ դա տևի, դա Աստված քիչ տևի, խորհուրդ եմ տալիս ժպտալ ու ժպիտով անցկացնել։ Մեկը անցնելու է ու նորից վերադառնալու ենք մեր կյանքին, մեր բնականon հունին։ Էլի կտրտելով լսեցի, բայց ճիշտ եմ լսել հարցը, երբ որ ես գրում եմ ինչ-որ մի գրառում, ինչ կոմենտներ են լինում դրա տակ ու ես ինչ կոմենտներ կան, որ երբեք չէի սպասի։ Վերջին իրական դեպքը այսօր է տեղի ունեցել իմ page-ին, Facebook-ի, եկավ նամակ, ներեցեք առաջիկա ներկայացման տոմսերը երբ կարող ենք գնել։ Ես չպատկերացրեցի այդ ով կարա լինի այս աշխարհի վրա, որ այդ հարցը հիմա ինձ տալիս է, որ ենթադրենք եթե ասեի վաղը կամ այսօր, ինքը պատրաստ էր գալ ներկայացում նայելու, թե չէ, ես օրինակ այդ նամակը ապշեցրեց ինձ, այսօրվա դեպքը։ Զարմանալու է։ Խնդրեմ Նար ջան, խնդրեմ, նույնիսկ եթե ես պրոբլեմատիկ հյուր եմ այս պահին ինտերնետի իմաստով, շատ հանգիստ կարող եք, չէ, առհասարակ եմ ասում, փոխել հյուրին, վերջ, շնորհակալություն կապի մեջ, հասկացա։ Ես իհարկե համառ աղջիկ եմ եւ սովորություն չունեմ հանձնվելու։ Bonjour. Comment ça va? Yeah, I love you. Indeed. Այո։ Եկար։ Ես երևի կյանքում ոչ մի տղամարդու այսքան չէի սպասել։ Իսի շատ անկապ իսկապես պետք է ինչ-որ լավաշ։ Իզնիսի, չէ, կարևորը մեղավոր չզգամ։ Իհարկե քեզնից չի։ Պես լինում է, որ շատ սիրեն մեկին։ Իրանք շատ սիրում են, իրանք էլ վերջում գցում են։
Աղում է։ Կամ չեն գցում, նայած ոնց կպահես քեզ, բայց միշտ այդ համոզմանն եմ եղել, որ ժողովուրդը սիրում բարձրացնողն էլ է ժողովուրդը այդ բարձր տեղից գցողն էլ նույն։ Բայց այնքան անարժան մարդիկ կան, իրենց լավ է, որ ժողովուրդ Բարձրի արժանի մարդիկ կան, որ ժողովրդի կողմից միշտ հա։ Տենց լինում է, դա էլ անարդար կողմն է, էլի երևի կյանքի։ Որ պայն որոշեցի անել ստենդափներ, Նար ջան, դե սենց է ինձ մոտ, որ նայում եմ տարիքայինով, տենց 5-6 տարեկանից, տանը բազմաթիվ հարցազրույցներում տարբեր ժամանակներ ասել եմ, զահլա չտանելու համար ուղղակի արագ անցնեմ վրայով, այդ տարիքից տանը այդ մոնոժանրը միշտ ինձ ձգել է, հարևաններին հավաքել եմ, ներկայացումներ եմ կազմակերպել, հետո ստուդիաներ թատերական, ուղղակի մի պահ ինստիտուտի այդ թոհուբոհի միջով գնացի ու այդ խմբի հետ մտա թատրոն ու մի 13-14 տարի գնաց կյանքիցս, որ խաղացի ռեպերտուարային ներկայացումներում։ Չեմ փոշմանում ոչ մի գրամ ու երբեք ոչ մի վայրկյան։ Այդ մի մեծ փորձ էր, չգիտեմ, թատրոնի գիգանտների հետ ես անմիջականորեն շփվեցի, մեծամեծերին տեսա, պատիվ ունեցա նրանց հետ բեմ բարձրանալ, այդ բեմի փոշին, որ ասում են շատ հաճախ կատակի են վերածում, չէ՞, կուլիսի փոշի, բեմի փոշի, բայց այդ պիտի շնչես։ Այդ պիտի շնչես եւ դա երևում է։ Ես վստահ եմ, որ այսօրվա իմ ելույթներում դա երևում է, որ ես թատրոնի շկոլայով անցած մարդ եմ, երբ որ թատրոնում եմ ելույթ ունենում, ոչ թե ասենք, չգիտեմ, կավենի կամ չեմ կպնում ոչ մեկի, բայց նա ուրիշ է, նա ուրիշ։ ով երկուս են ուզում։ Ես ինչ է տալիս սերիալը եւ ընդհանրապես դերասան ինչի մաշեցնում, չի մաշում։ Բա ինչ անում։ Հա, տենց այլի։ Էլի չեմ ուզում, որ խոսքս հնչի նենց, որ հիմա սերիալում խաղացող դերասանների ենք քննադատում երկու դերասանով, բայց իրանց էլ չեմ մեղադրում։ Վայ անուշ լինի, ոնց որ դեկորատիվ լիներ, չէի հավատա, որ կուտես։ Ինչ բնական է։ Ինչ բնական է, դա ուտվում է։ Նավ, ես հիմա ամբողջ խնդիրը գիտես ինչու է, որ ես չգիտեմ, մեր զրույցից հետո կկարողանամ դուրս գալ խանութ մի երկու բան առնել առաջիկա օրերին սնվելու, թե արդեն կարող է կալանավոր են։ Բոլորն են մեկուսացման մեջ։ Լսի, փոքրիկն ես, հա օգտագործում ամեն ինչի, անանաս, բանան, ամեն ինչ փոքրն էր։ Մենակ խաղողն էր մեծ, նավ։ Անանասից մասին ինչ գիտեիր։ Ոնց, ես 22:00-ից ուղիղ եթերում եմ, ես պարտաճանաչ մարդ եմ։ Հետո ինչ որ դու ինձ չես գտնում։ Փոքրիկ ան։ Շատ լավն են։ Ամեն ինչ փոքր։ Բայց մինչև երբ չես ուզում չաղանաս, նազ, ուղղակի, հիմա մի հատ էլ անկեղծ հարց ես քեզ տամ, կարելի է։ Մինչև երբ ես ուզում լինել համար առաջինը հայկական շոու բիզնեսի գեղեցկուհիների։ Ես իհարկե կալեմ քո կոմպլիմենտի համար, բայց ես երբեք չեմ հասկանա համար առաջին ասածը, մանավանդ երբ ամեն մեկը իր սուբյեկտիվ ընկալմամբ իր կողքինին Համընդհանուր կարծիք եմ ասում, որ ասում ես հայկական շոու բիզնեսը սիրուն աղջիկ, ծիտ, այն նազոն, հետո նոր դե եթե անկեղծ հիմա նենց չի, որ ես քեզ հետ եմ խոսում, քեզ գովաբանում եմ։ Մենք ընկերներ ենք։ Ես ճիշտն ասած, մտածում եմ, որ եթե մարդը լցնում տեղը անընդհատ, կրթում է իր հոգին ու սիրտը, ապա պարտադիր անել նաև իր մարմնի հետ։ Եվ ես փորձում եմ պահել ու պահպանել իմ տրվածը եւ ավելին, ավելացնել ու զարգացնել, որովհետեւ ես այս տարբերակով 38 տարեկանում ուղղակի սпасել, որ ամեն ինչ քեզ մոտ իդեալական մնալու է այնպես ինչպես կա։ Քո տարիքը ասացիր բարձրաձայն։ Եկա 18 ես երևում, ինչ կապ ունի, կարող ես ասել։ Հա, 18։ Իհարկե։ Ու 20, հա։ Ահա 21.5։ Հա, տենց, ինչ-որ։ Առողջ մարմնում առողջ հոգի ֆորմուլան մի խոսքով, շատ չքնաղագեղ ես մտածել, ինչ խոսք։
Եվ ես ասում եմ առողջ ուղեղում առողջ մարմին։ Միանշանակ, համամիտ եմ ես քեզ հետ նաշ։ 21։ Հով, դու սիրահարված ես։ Կյանքին, թե Որևէ։ այո, իհարկե։ Հենց հիմա չլսեցի հարցը։ Ում ես սիրահարված։ Հա, տենց կոնկրետ ասեմ, չեմ ուզում պետքա մերկանանք քո հաղորդման շրջանակն։ Արի այդ հարցը շրջանցենք։ Խղճա ինձ։ Լավ, փրկվեցի։ Հով, Այո։ ամուսնական կյանքը քեզ համար է, թե չէ։ Ամուսնական կյանքը, հա, արդեն հա, ես շատ եմ ուզում այդ կյանքի մեջ մտնել։ Ոնց որ արդեն պատրաստ եմ դրան, իրոք, եկել է եւ հոգեբանորեն եւ տարիքային այդ պահը, եւ ուզում եմ գնալ այդ քայլին, որովհետեւ արդեն բավական է, էլի մոտավորապես կյանքի կեսը կարելի է համարել ապրել ենք, մոտավորապես, դե մի քիչ եմ ասում իհարկե։ Տենց։ Չէ, ես իմ մասին եմ ասում, դուք սիրուններով երկար եք ապրում եւ խելոքներով։ Կանանցով էլի նկատի ունեմ։ Ինչը չի կարելի ասել ոչ խելացի մարդկանց մասին եւ այն մարդկանց մասին, որոնք հումորով են նայում ամեն։ Մեր մասին էլի տղամարդկանց, հա։ Այո, էգոիստ։ Ով տղամարդ է։ Տղամարդիկ ինչու են էգոիստ։ Մի քիչ սեքսիստական հարց, հա։ Եվ էգոիստ կանայք չեն լինում։ Հիմա մենք պիտի մի հատ հարց տամ։ Հիմա մենք պիտի բանավիճենք, ես պահեմ տղամարդկանց կողմը դու կանանց, թե պիտի ես ինչպես միշտ ոնց որ կյանքում սովորաբար ընդունված հանձնվեմ ձեր առաջ եւ ձեր ասելով ձեր սերին։ Եվ ասեմ, որ դուք ճիշտ եք, միայն մենք ենք էգոիստ։ Չէ, մի րոպե, կինը էգոիստ չէ, որովհետեւ կինը փորձում է հասցնել գոնե երկու հոգու փոխարեն։ Ահա։ Այդ առնվազն 2։ Հետո արդեն 3, հետո տունը շատ ընտանիքը շատանում է, հետո դե ծնողները անպայման միշտ կան եւ տղամարդը էլի հոգ է տանում, բայց ինչ որ մի պահի իր էգոիզմը եւ ինքը։ Ես հոգնած եմ ու նստում եմ բազմոցին։ Կինն էլ չի հոգնում բոլորով։ Տենց։ Անենց բարդ հարցը, չգիտեմ ինչ ասեմ։ Բայց դա էլ է մարդուց էլի շատ կարծում եմ սուբյեկտիվ մոտեցում անարժան։ Օրինակ ես իմ տեսակով կարծում եմ էլի ինձ գլուխ գովալ չլինի, քիչ է, չասեմ չունեմ էգոիզմ, բայց քիչ է էգոիզմը իմ մեջ, այսինքն միշտ ավելի շատ մտածում լինի դա իմ կողքի կինը, թե ընկերը, թե թեկուզ անծանոթը իրան վնաս չլինի, իրան լավ լինի, նոր ինձ։ Մի հատ տենց բան կա։ Պրովոկացիոն հարց էի տալիս, շատ կոնկրետ մարդուց է, բայց այստեղ մի տղամարդ քեզ գրել է Յան Վահեն, գրել է եղբայր գործ չունես կյանքը դժոխքի մի վերածիր, ենթադրում եմ նկատի ունի ամուսնությունը։ Ոչ թե Նազենի հետ լայվ անելը, չէ։ Հա, չէ, պայծառ ու այն մարդկանց մեկի Հովանես Դավթյանի եթերը անցավ տեղ։ Հո։ Ոչինչ, այս եթերը մենք կփոխհատուցենք, ես քեզ կհրավիրեմ ինձ մոտ հյուր։ Անպայման։ Իսկ հրաշագետ Նազենին շնորհակալություն, որ ինձ հյուր ընկալեց իր on-line հաղորդմանը հյուր։ Մնացեք բարով, շնորհակալ եմ։ Ես նորից հորդորում եմ բոլորիդ, եթե մի քիչ մտածում եք ձեր մասին, մնացեք տանը։ Եթե Աստված չանի, չունեք հնարավորություն մնալու, որովհետև աշխատանքը ստիպում է եւ պարտադրում, ապա անպայման գոնե ունեցեք պաշտպանիչ միջոցներ, ձեռնոց, դրսում, դիմակ, անպայման ով ինչ ուզում է ասի, որ չի օգնում դիմակը, բան չկա այդպիսի բան։ Իրականում դիմակները եղել են դեպքեր, երբ նույնիսկ այն ամենասովորական բարակ դիմակները փրկել են մարդկանց։ Եթե դուք կես ժամանոց խանութ եք մտնելու, այդ դիմակը համ ձեզնից է դիմացինին պաշտպանելու, ինչ գիտեք, չէ, դուք վարակագիր եք թե ոչ, եւ հաստատ օգնելու է, որպեսզի դիմացինը ձեզ չվնասի, այդ որ հաստատ։ Անպայման
Ողջույն բոլորին։ Անպայման կրեք ակնոց, որովհետև աչքերը իրենց խոնավ միջավայրով եւս կարող են դառնալ շատ արագ այդ վարակը տարածելու ձեր աչքերը, ձեր մատներով եթե կպչեք կամ ինչ-որ աստղաճանի ինչ-որ բան մտնի։ Ես ձեզ խոստանում եմ, մենք անպայման փովոյին հետո կհրավիրենք, մենք ձեզ հետ միասին եւ ավելի որակով կապով հուսով եմ, բայց խելքս բան չի կտրում։ Անպայման կրկին կլինենք եթերում, ահա որ լավ հյուրի եմ վաղը հանդիպելու, շատ համով, շատ հավես ու հետաքրքիր ֆորմատով, եթե դուք նկատում եք, ես ամեն օր փորձում եմ լինել ինչ-որ նոր կերպ։ Տեսնեմ ինչքան կհերիքեմ, բայց փորձում եմ ամեն դեպքում։ Իմ այսօրվա հյուրը Հովհաննես Դավթյանն էր, կհանդիպենք։ Bye bye.